Իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին առնչվող քրեական գործով Լեհաստանում նախկին դեսպանը տուժող է ճանաչվել։ Էդգար Ղազարյանին հարցաքննել են։ Ես շատ մանրամասներ ձեզ իրավունք չունեմ ասել, քանի որ ես արդեն դատավարական կարգավիճակ ունեմ այդ վարույթի շրջանակներում եւ պատասխանատվություն ունեմ վարույթի մասին այլևս տեղեկություններ չհայտնելու։ Այս քրեական գործը հարուցվել է օրեր առաջ դատարանի վճիռը չկատարելու համար։ Նախկին դեսպանը դատարանում հաղթել է պատգամավորին։ Անցած տարի դատարանը վճռել էր, որ Հովհաննիսյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի։ Իշխող խմբակցության քարտուղարը պահանջի մի մասն է կատարել։ Նյութական վնասը փոխհատուցել է, բայց հրապարակային ներողություն չի խնդրել։ Հիմնական պահանջը այն է ներողություն խնդրել սահմանված տեքստով եւ այդ տեքստը հրապարակել ազգային ժողովի կամ առաջին լրատվական կայքի պաշտոնական YouTube-յան ալիքներում։ Դա չի կատարել։ Արդյոք պատգամավորին մեղադրանք կառաջադրեն։ Քննիչը դիմել է գլխավոր դատախազին։ Քննչական կոմիտեն Արթուր Հովհաննիսյանին առնչվող մեր հարցերն անպատասխան է թողել։ Գլխավոր դատախազությունից էլ միայն նշեցին, նախաքննությունը շարունակվում է։ Պատգամավորի հնարավոր կարգավիճակի մասին ոչինչ չհայտնեցին։ Մեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։ Իսկ ինչով է բացատրում Արթուր Հովհաննիսյանն իր որոշումը։ Ինչու չի կատարել դատարանի վճիռը, որը քրեական հանցանք է։ Անցած շաբաթ խորհրդարանում հենց Հովհաննիսյանն էր վստահեցնում, իրենց իշխանության օրոք բոլորը հավասար են օրենքի առաջ։ Օրինական պահանջը չկատարելու ոչ մի միտում չկա։ Ազատության հարցին գրավոր արձագանքեց պատգամավորը։ Իրեն կանչել են հարցաքննության։ Պատրաստ է այս փուլում, երբ քրեական գործ կա, ներողություն խնդրել։ Պատգամավորն այսպես արձագանքեց. Ըստ վճռի ես պետք է ներողության տեքստ պարունակող տեսանյութով հանդես գամ առաջինեեմ եւ ԱԺ YouTube-յան հարթակներում։ Այս առումով պետք է արձանագրել, որ դատավորը ինձ ոչ հասու միջոցներով է պարտավորեցրել ներողության տեքստ հրապարակել, ինչն իր հերթին առաջացնում է անհնարինություն, քանի որ տվյալ կազմակերպությունները որևէ կերպ չեն հանդիսանում վեճի կողմ։ Ես շարունակում եմ համագործակցել համապատասխան մարմինների հետ, պարզաբանում ստանալու եւ օրենսդրության շրջանակներում գործելու համար։ ՔՊԱ-ական Հովհաննիսյանը վստահեցնում է, դատարանի վճիռը դիտմամբ չի անտեսել ու որպես ասացի ապացույց նշում է, նյութական վնասը 1.250.000 դրամը ժամանակին փոխհատուցել է։ Էդգար Ղազարյանը դատարան էր դիմել 2 տարի առաջ, երբ ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրության նիստում ԿՊԱ-կաններ Արթուր Հովհաննիսյանն ու Ռուստամ Բաքոյանը վիրավորել էին նրան ու սպառնացել։ Ղազարյանը ընդդիմության թեկնածուն էր։ Հայաստան խմբակցությունը եւ պատիվ ունեմ խմբակցությունը ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում, ուղարկելով ազգային ժողով այս ծաղրածուին։ Լսում եք, այ պարոն Խեղկարտակ։ Օրենքով դատարանի պահանջը սահմանված ժամկետում չկատարելը քրեական հանցանք է։ Պատժվում է տուգանքից ընդհուպ ազատազրկմամբ։ Իշխանական Բաքոյանն էլ դատարանի վճիռը չի կատարել ու անպատիժ է մնացել։ Թե ինչու չի կատարել, նրան լսել չհաջողվեց, պատգամավորը մեր զանգերին չարձագանքեց։ Նյութական վնասի փոխհատուցումն էլ 1.250.000 դրամը։ Հարկադիրն է գանձել։ Հարկադիրի հաշիվները իր կալանքա դրե, դեկտեմբերին դա որ իր պարգևավճարը ստացավ, իմ փորն էլ տվին։ Իշխանական պատգամավորը ներողություն այդպես էլ չի խնդրել։ Եթե Հովհաննիսյանի դեպքում քրեական գործ է հարուցվել, Բաքոյանին քննիչը դա էլ է մերժել։ Վարչապետի թիրախում հայտնված կաթողիկոսին ու 7 հոգևորականի օրեր առաջ մեղադրանք են առաջադրել ու արգելել երկրից դուրս գալ հենց այս հոդվածով, որ դատական ակտի կատարմանը խոչընդոտել են։